քիչ է նման ինքն իրեն, երբ խոսում է իր անունից, սակայն տվեք նրան դիմակ եւ նա կպատմի ձեզ ամբողջ ճշմարտությունը։ Օսկար Վայլդ։ Ողջույն, ձեզ հետ Մաշան է, իսկ դա նշանակում է, որ դուք դիտում եք ինքնամեկուսացումից դուրս եկած, բայց նոր խստացումների մասին տեղեկացված Ավել Պակասը։ Անցնող շաբաթվա դիմակագրության, ԱԱԾ հատուկ գործողության, հայկական անհնազանդության, անթաքույց գեղեցկության, մի խոսքով համացանցային լեզվով ասած, բոցերի եւ բոլոլաների միայն պոզիտիվ ընտրանին։ Իսկ հիմա բոլորս սեղմում ենք subscribe կոճակին եւ զանգակին եւ անցնում մեր Ավել Պակասներին։ Անցնող շաբաթ մեկնարկեց Պարետատան կողմից սահմանված հասարակական կարգի նորմերը խախտողների դեմ պայքարի նոր փուլը։ Սոցիալական կարգապահության հետ լուրջ խնդիր ունեցող մեր համաքաղաքացիների հետ բացատրական կանխարգելիչ աշխատանքները նոր շունչ ստացան վարչապետի հայտարարած ֆլեշմոբի շնորհիվ։ Նրանց համար, ովքեր դեռ տեղյակ չեն, ասեմ, որ ֆլեշմոբի իմաստն այն է, որ սոցիալապես պատասխանատու քաղաքացիները վարչապետի էջին են ուղարկում ֆոտո եւ տեսանյութեր, որոնցում արտացոլված են սոցիալապես անպատասխանատու քաղաքացիների կողմից հակահամաճարակային նորմերի խախտման դեպքեր։ Ոմանց դա դուր չեկավ, իսկ ոմանք կարծես հենց դրան էլ սպասում էին։ Իսկ ահա լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը իր Facebook-յան էջում այդ կապակցությամբ գրեց, որ հանրային վերահսկողությունը ոչ թե գործ տալ է, այլ սրտացավության դրսևորում։ Ու դե որ սիրում է բոլորիս։ Սկսվեց սկրինշոթերի եւ շեյրերի տարափը, բանկային հերթ ու կուտակումներ, հասարակական տրանսպորտի հասարակ գերբեռնվածություն, էլ չեմ ասում ծնունդ, կնունք, վերջին զանգ, հարսանիք, ինչպես նաեւ այլ միջոցառումների համար կարող եք զանգահարել 09 Իհարկե, հրատապության պատճառով եղան տեղեկատվական փոքրիկ վրիպակներ, ինչի արդյունքում հրապարակվեցին տեսանյութեր, որոնք նկարվել էին դեռ 7 տարի առաջ Նորավանքում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եղավ նույնիսկ դեպք, երբ մի լուսանկարում պատկերված անձանց ինքնության մասին շտապեցին արտահայտվել բազմաթիվ ազգականներ։ Չի սխալվում նա, ով չի մասնակցում ֆլեշմոբերին, բայց դե քանի որ մենք շատ կրեատիվ եւ հումորով ազգ ենք, Facebook-յան կատակասերները սկսեցին մեմերի իրենց սեփական շարքն ուղարկել վարչապետին եւ հրապարակել իրենց էջերում։ Շարունակելով թեման, ասեմ, որ համացանցում մեծ տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ հարսանիքի հյուրերին մի յուրօրինակ անակնկալ էին մատուցել։ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության քաղաքի հասարակության հարցերից։ Նախարարությունը շնորհավորում։ Ես Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության բարեկի որոշմամբ մինչև հունիսի 13-ը մեծամասշտաբ միջոցառումները արգելված են կազմակերպել։ Դրանից ելնելով ձեզ խնդրում եմ կես ժամվա ընթացքում ազատել ռեստորանի տարածքը։ Սաղով է այն։ Մեզ մնում է երջանկություն մաղթել նորապսակներին, անակնկալի հեղինակների մտահաղացումը թողնել առանց մեկնաբանության եւ հույս հայտնել, որ այս տեսանյութը մի նոր դավադրության տեսության հիմք չի հանդիսանա, համաձայն որի այս ամենը ինչ կատարվում է մի շատ հարուստ մարդու տղայի կամ աղջկա հարսանիքն է, եւ որ պանդեմիայի վերջում ամբողջ աշխարհի ոստիկանները ասելու են, որ սա պրանկ էր եւ շուրջ պար բռնեն։
Հայաստանի Հանրապետության կառավարության Facebook-յան պաշտոնական էջում հրապարակվեց մի գիֆ եւ համապատասխան գրառում, համաձայն որի այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաեւ ինքնաշխատ տաղավարների միջոցով։ Բոլոր նրանց համար, ովքեր հիմա փորձում են հասկանալ, թե ինչ ասել է ինքնաշխատ տաղավար եւ ինչ էր պատկերված գիֆում, շտապում եմ տեղեկացնել, որ խոսքը այս բոլորիս հայտնի սարքի մասին է։ Ըստ մշտապես օդում կախված ու այդպես էլ չհաստատվող լուրերի, պաշտպանիչ դիմակներն այնուհետև կտեղադրվեն խվատայկաներում եւ կխաղարկվեն լոտոյի տոմսերով։ Իսկ որոշ ցայտաղբյուրներ կվերապրոֆիլավորվեն եւ ջրի փոխարեն ալկոգել կհրամցնեն բոլոր ցանկացողներին։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն իր Facebook-յան էջում գրել է. Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի եւ քննարկումների։ Դե ինչ, կարծում եմ դա առանձնապես բան չի փոխի падգամավորների այն զգալի մասի կյանքում, ովքեր առանց այդ էլ օրվա մեծ մասը անցկացնում են ինտերնետում։ Պարզապես հիմա ստատուսներ հրապարակելը եւ այլոց ստատուսների տակ կոմենտներ գրելը հանգիստ խղճով կկոչվի պարլամենտական գործունեություն։ Անցնող շաբաթն ավել պակասային էր Բագրատյան ազգանունը կրող քաղաքական գործիչների համար։ Նախ նրանցից Հրանտը կիսվեց հանրության հետ, թե ինչ կաներ, եթե լիներ Ադրբեջանի փոխարեն, բայց լավ է, որ պատմությունը եթեներ չի սիրում, իսկ Հրանտ Բագրատյանը գրեթե պատմական պերսոնաժ է։ Լուրջ? Որ դարաշրջանի? Այնուհետև էստաֆետը վերցրեց Սերգեյ Բագրատյանը, ԲՀԿ պատգամավոր։ Իր ոչ պակաս պատմական հավակնություններ ունեցող ելույթում պարոն Բագրատյանը պաշտպանեց իր ինքնությունը, կողմնորոշումը ու էլի կարևոր բաներ ասաց։ Երևի։ Ուզում եմ ուղիղ պատասխանել պարոն Դանելյանին, որ ինքը ասաց, որ իբրև թե ես ադրենալինի կարիք եմ զգում, ես բացատրեմ, որ երբևէ նման բան չկա, ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սերի ներկայացուցիչի նկատմամբ։ Այսպիսով անկախ մեր ցանկությունից մենք իմացանք, թե ինչ է զգում պարոն Բագրատյանը հակառակ սերի ներկայացուցիչների նկատմամբ։ Ադրենալինի կարիք? Ոչ երբեք իր նկատմամբ, չգիտեմ ինքը ում նկատմամբ է զգում ինչ կողմնորոշ ունի, բայց ես կոնկրետ միայն հակառակ սերի ներկայացուցիչի նկատմամբ եմ ադրենալինի կարիք զգում։ Բայց արդարության համար պետք է խոստովանել, որ պարոն Բագրատյանը ընդհանրապես շփոթել էր հորմոնների անվանումները։ Իսկ ինչ կլիներ, եթե շփոթեր հորմոնները, կհարցնեք դուք։ Եվ ես կհիշեցնեմ, որ պատմությունը եթեներ չի սիրում ու բացառություն չի անում նույնիսկ Բագրատյանների համար։ Իմ քայլը խմբակցության падգամավոր Գայանե Աբրահամյանի մասնակցությամբ ավել պակասը ձևավորվեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Իր խոսքի մեջ Տիկին Աբրահամյանը մասնավորապես ասաց. Վարչապետը նաև իր լայվերից մեկում ասաց, որ սա այն իրավիճակն է, երբ ոստիկանությունը միայնակ պարզապես չի կարող գործել ամեն բակում, ամեն մուտքի մոտ, ամեն տարածքում ուղղակի չի կարող ոստիկան լինել, սա անհնար գործողություն է, նախ ոչ միայն, որ մենք չունենք բավարար ոստիկանական ուժեր, բայց Տիկին Աբրահամյան, մի բան հարցնեմ, էլի, ստացվում է սահմանափակումները ձեզանից, վերահսկումը մեզանից, ինքնավերահսկումը։ Ուղղակի անիմաստ է եւ անհեթեթ այդքան ուժներ գրավել այն իրավիճակում, երբ մենք շատ վստահ ենք, որ մեր քաղաքացիները գիտակից են։ Դե հա, էլի, իրոք, էլ ոստիկանությունը ինչ պետք է անի։ Շեֆ, էս էլ է մեր տարածքը։ Այո, Սիմոնյան ջան, այո։ Էսի մեր ամենակարևորագույն տարածքներից մեկն է, որը մենք պարտավոր ենք հսկենք։ Բայց սրա ինչը հսկես, շեֆ ջան։ Դե սա որ երեխեք են խաղում, մարդիկ շուն են ման տալիս, ման են գալիս, ինքներ քաղաքի կենտրոնում, ով ինչ պետք է անի։ Էդի ցերեկը, բայց իրիգունը 8-ից հետո այս այգում աննես բաներ է կատարվում, որ են փլաուբոու ժուրնալի մեջ կամաչեն դնեն։ Սրանք էին անցնող շաբաթվա ավել պակասները, ձեզ հետ էր Մաշան։ Հիշում ենք, չէ՞։ Պահպանում ենք սոցիալական դիստանցիան, կրում ենք դիմակ եւ ձեռնոց, կատարում ենք մնացած անհրաժեշտ բոլոր գործողությունները եւ լինում ենք առողջ, չտուգանված, ասֆալտին 5-6 հոգով հերոսաբար չփռած ու վարչապետի շեյրինգից ու շեյվինգից հեռու։ Չենք մոռանում սեղմել subscribe կոճակին ու զանգակին, ավել պակասի համար էլ ներող կլինեք։